Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետն այցելել է պետեկամուտների կոմիտե, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմին եւ աշխատակիցներին։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ հարկային համակարգը եւ պետական եկամուտներն այն ինստիտուտներից են, որոնք թերագնահատված են։ ՊԵԿ-ի կողմից եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները պետության գործունեության կարևոր ցուցիչ են։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ աշխատակիցներին կատարած աշխատանքի համար, նաեւ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին։ Երկրի ղեկավարն ընդգծել է ՊԵԿ-ի աշխատանքը խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակում, քանի որ գործունեության մեծ դաշտ է բացվելու։ Հարկերի հավաքագրումը նաև պետության գործունակության շատ կարևոր մի ցուցիչ է, որովհետև եթե այստեղ խնդիրներ կան, շոշափելի եւ էական, դա արդեն ինքնին ազդակ է, թե ինչքանով է տվյալ պետությունը գործունակ։ Եվ պետական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները պետության գործունակության շատ կարևոր ցուցիչ են։ Իհարկե, այստեղ էլ կրկին չեմ մոռանում շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այո, այդ էլ է ճամփորդությունը գիտակցական, որ գալիս հանգում ենք նաեւ, որ այս process-ների մեջ ՀԴՄ կտրոն տրամադրող կամ պահանջող քաղաքացիները նույնպես շատ էական դերակատարում ունեն։ Այստեղ էլ հայեցակարգային հարցեր կան, որ մենք բոլորս դեռևս բավարար խորությամբ չենք գիտակցում, որ օրինակ հիմնականում շատ դեպքերում եւ առավելապես երբ որ մենք ցանկացած ապրանք գնում ենք, այդ ապրանքի հարկը արդեն ներառված է ապրանքի գնի մեջ։ Այսինքն մարդը, որ ուզենա, քաղաքացին, որ ուզենա, տվյալ դեպքում հարկը չի կարող չվճարել, որովհետեւ 100 դրամանոց ապրանքի հիմնականում 20 դրամը ավելացված արժեքի հարկն է։ Եվ խնդիրն այն է, թե քաղաքացին եւս մի փոքր ջանք կգործադրի, որ այդ արդեն իսկ վճարված հարկը գահացնի պետական բյուջե, թե չէ։ Եվ ՀԴՄ կտրոնի տրամադրումը այս առումով է չափազանց կարևոր, եւ ես նաեւ մարդկանց կոչ եմ անում շատ տեղեր, երբ որ մենք գնում ենք, իհարկե հանրապետությունում շատ հարցեր լուծվել են, բայց շատ ավելի չլուծված հարցեր կա։ Երբ որ տարբեր բնակավայրերում, տարբեր ոլորտներում մարդիկ ասում են դե այս չկա, հասկանալիորեն ճիշտ են ասում, եւ ես ասում եմ եկեք վերադառնանք մեր նախորդող չգիտեմ որ ժամանակաշրջան եւ տեսնենք մեզնից յուրաքանչյուրը քանի անգամ որ առևտուր է արել եւ հեռացել է առած ՀԴՄ կտրոնի։ Ենթադրենք դրա մի որոշակի ծավալ այնուամենայնիվ տնտեսվարողը բարեխիղճ գտնված կլինի եւ ՀԴՄ կտրոն թողարկած կլինի, բայց համոզված եմ, որ մենք յուրաքանչյուրը մեր նախորդող ՀԴՄ համակարգի ներդրման օրից համոզված եմ հազարավոր, տասնյակ հազարավոր այդպիսի դեպքեր, մեզնից յուրաքանչյուրը ինձնից սկսած, այդպիսի դեպքեր ունեցել ենք, որ դուրս ենք եկել մտնելով չենք անցել։ Հիմա որտեղ տեսնում ենք չլուծված հարց, ցանկացած ոլորտում մենք պետք է հետ գնանք եւ հիշենք։ Եվ մտովի պատկերացնենք, դա պետական եկամուտ տրիլիոնավոր դրամների մասին է խոսքը, որը մենք մի փոքր ջանք չենք գործադրել, որ դրանք հասնեն պետական բյուջե։ Այս առումով շատ կարեւոր է համարում նաեւ, որ մենք չարհամարենք եւ հասցեագրենք այն ահազանգերը կամ բողոքները հիմա նաև երբեմն քաղաքական շարժման տրամաբանությամբ խոսվում է, որ մենք հարկային տերոր ենք անում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այստեղ նախ կարեւոր է, որ ջերմուկում տեղ ունեցած վերջին աշխատաժողովի ընթացքում մենք այս խնդրին անդրադարձանք, գործարար համայնքի հետ այս հարցերը քննարկեցինք եւ սկզբունքը այո, այդպեսին է, մեր քաղաքական մոտեցումը այսպեսին է, որ մենք ակնկալիք չունենք, որ որևէ մեկից մի լում ավել թեկուս հարկ վերցնենք, բայց մենք հնարավոր չենք համարում, որ մեկից միլումա պակաս հարկի գանձումը եւ սա կարևոր խնդիր է, որը մենք պետք է լուծենք։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին այսօր վիրահատել են, այս մասին հայտարարել է Միքայել Սրբազանի փաստաբանը։ Վիրահատությունը հաջող է անցել, այս պահին ամեն ինչ լավ է։ Նշեմ, որ նախորդին Սրբազանի վիրահատությունը հետաձգվել էր արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով։
Հակակոռուպցիոն դատարանում կայացել է ըստ հայցի Հայաստանի գլխավոր դատախազությունն ընդդեմ ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը։ Դատախազությունը հիշեցնեմ Աբրահամյանից ու նրա ընտանիքից պահանջում է բռնագանձել 59 գույք, 20 ընկերության բաժնետոմսեր, 11.3 միլիոն դոլար։ Այսօրվա դատական նիստին պատասխանողի ներկայացուցիչ փաստաբան Աննա Փիլոսյանը միջնորդություն է ներկայացրել, խնդրելով թույլատրել Աբրահամյանին փոխել մեքենայի պետհամարանիշը։ Մասնավորապես հարցեր են հնչել, թե ինչ հիմքով է դատախազությունն Ազատության պողոտայում Բագրատունի Բարսեղյանի կառուցապատման իրավունքով տրված հողատարածքը վերագրել Աբրահամյանին եւ դիտարկել որպես ապօրինի, ինչին ի պատասխան դատախազ Տիգրան Ենոքյանը նշել է, թե նշված տարածքում եղել են գրանցված գույքեր, որոնք հետագայում փոխանցվել են Աբրահամյանի որդուն Արգամ Աբրահամյանին, իսկ գործարքները վերահսկվել են Հովիկ Աբրահամյանի կողմից։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվել է այսօր։ ՎԿ-ի 4 ամիս տևած հարցաքննությունն ավարտվել է։ Հիշեցնեմ, Աշոտյանն ու Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ $100,000 գույք հափշտակելու համար։ Նրանց մեղադրում են Ծովասար հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը։ Շատ կարևոր հարցաքննություն էր, շատ եմ ցավում, որ դատարանը կիրառում էին կարգը, որ քաղաքացիների համար հասանելի չէ այս հարցաքննությունը, հատկապես ուղիղ եթերով, միայն ձայնագրության ձևով, ամեն դեպքում մենք պարզեցինք շատ կարևոր հանգամանքներ, որոնք հետագայում մենք նաև մեր ելույթում ենք օգտագործելու, ամեն դեպքում իմ պատկերացմամբ ոչ միայն մեղադրական բնույթ չէր կրում ՎԿ-ի հարցաքննությունը, այլև որոշ հանգամանքների մասով ուղիղ արդարացման բնույթ էր կրում։ Այս նիստերը նրա մասին է, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ ժամանակին տարիներ առաջ տվյալ պահի քաղաքական նպատակարարություններից ելնելով եղել է որոշում քրեական հետապնդում հարուցելու, քաղաքական հետապնդում ավելի ճիշտ հարուցելու քրեական գործի տեսքով եւ տեսեք, քանի տարի ենք մենք այս քաղաքական որոշման ձեռքում, այս քաղաքական որոշման, այսպես ասած, գերին հանդիսացել եւ անգամ եթե մի տարի հետո, 2 տարի հետո մենք ունենանք, ինչը մենք շատ հստակ ակնկալում ենք, արդարացման դատականակ, մարդիկ նույնիսկ մոռանալու են, որտեղ հիմա մենք ունենք տասնյակ քաղաքմարտիկալներ, հիմա մարդիկ կենտրոնացած են եւ ճիշտ են անում, որ կենտրոնացած են, այդ մարդկանց նկատմամբ ունենք 4 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս բանտարկված, ունենք խոսքի ազատության համար բանտարկված մեդիագործիչներ, ունենք ազգային բարերար բանտարկված, այսինքն հիմա մարդիկ դրա մասին են մտածում։ Եվ այս քրեական հետապնդումների, քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումների առանձնահատկությունն է, որ մարդիկ սկսում են մոռանալ։ Իսկ բուն գործը նրա մասին էր, որ տեղի էր ունեցել գործարք, որը որ մեղմ ասած բժշկական համալսարան եւ բժշկական համալսարանի կոլեկտիվի համար ոչ թե վնասակար չէր, այլև շատ օգտակար էր, մինչեւ հիմա դրա այդ գործարքի արդյունքներից մարդիկ օգտվում են, այսինքն աշխատանք էր ձեռք բերել, մինչեւ հիմա հանգստանում են, դա սեփականություն է, դա որևէ մեկը չի կարող բժշկականի եւ նրա աշխատողների ձեռքից առնելի տարբերությունն այլ բաների, որոնք որ ուղղակի հատկացվում էին, բայց մարդիկ դատվում են։ Շարունակենք, Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, այս մասին այսօր ասուլիսում հայտարարել է Արամ Մանուկյանը։ Կուսակցության անդամները ներկայացրել են ընտրությունների մասնակցության ձևաչափը, նշել, որ առանձին են մասնակցելու 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Ասուլիսում խոսել են ներկա մարտահրավերների ու իրական խաղաղության իրենց ռազմավարության մասին։ Մենք առաջարկում ենք շատ կարևոր մի ծրագիր, որով մենք կարծում ենք հնարավոր է հաստատել իրական խաղաղություն։ Դա հյուսիս-հարավ երկաթուղու կառուցումն է։ Մենք հասկանում ենք, որ դա պետք է դառնա մեր ազգի ստրատեգիական նպատակներից մեկը։ Դուք տեսնում եք հիմա քարտեզի վրա այն առաջարկը եւ օգոստոսի 8-ին ստորագրած այն համաձայնագրի առարկան, այսպես կոչված TRIP միջանցքի ստեղծումն է, որը ունի մեր կարծիքով մի քանի թերություններ։ Ես ուզում եմ ասեմ ձեզ, որ մենք իրականում լինելով պատասխանատու քաղաքական ուժ հաստատում ենք, որ գալով իշխանության մենք
ինչքան էլ դժգոհ լինենք ձեռք բերված պայմանավորվածություններից, մենք այնուամենայնիվ մեր միջազգային Հայաստանի ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները կատարելու ենք։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այս ծրագիրը շատ թերի է։ Առաջին, նա ստեղծում է աշխարհաքաղաքական բախում, որովհետև դուրս են մնում պետություններ, որոնք լուրջ աշխարհաքաղաքական շահեր ունեն այս ռեգիոնում, եւ այս ծրագիրը միակողմանի ծառայում է որոշ գերտերությունների շահերին, իսկ շատ գերտերություններ, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը դուրս են շպրտված այս կարգավորումից եւ դա ստեղծում է աշխարհաքաղաքական լարվածության ական։ Երկրորդ խնդիրը տրիպի հետ կապված այն է, որ եթե սա իրագործվում է, Հայաստանի բոլոր կոմունիկացիաները ըստ էության հայտնվում են կախվածության մեջ Ադրբեջանից։ Եվ մենք ենթարկվելու ենք բազմաթիվ ճնշումների Ադրբեջանի Հանրապետության կողմից, եւ քաղաքական, եւ տնտեսական։ Եվ այսպիսի կարգավորումը ի վերջո կարա դառնա Ադրբեջանի համար լուրջ գործիքակազմ, որով իրենք մեր վրա կպարտադրեն եւ իրենց տնտեսական շահը եւ նաեւ շատ մեծ համար սպառնալից քաղաքական պահանջների իրականացումը, ինչպիսին է օրինակի համար ժողովրդագրական իրավիճակի փոփոխության պլանը, որ Ադրբեջանը ունի եւ որն է ընկած հենց իրենց այն պահանջների հիմքում, որով իրենք հիմա պահանջում են, որ 300,000 ադրբեջանցիներ վերադառնան իրենց ասած արևմտյան Ադրբեջան։ Շարունակենք Պաշտպանության նախարարության Էնզորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը պահեստապետի հետ նախնական համաձայնությամբ իշխանական եւ ծառայողական լիազորություններն օգտագործելով խմբով կատարել են խոշոր չափի դիզելային վառելիքի հափշտակություն։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է Զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը չի մուտքագրել պահեստ, այլ վաճառելու եւ գնորդ գնելու նպատակով դիմել է դասակի հրամանատարին, որից հետո վառելիքը գնորդի մեքենայով դուրս բերվել Զորամասից ու վաճառվել։ Գումարը բաժանել են։ Հետո նույն մեքենայով փորձել են Զորամասից դուրս բերել եւս 2 տոննա վառելիք, դարձյալ վաճառելու նպատակով, սակայն խմբի անդամները հանցավոր արարքը չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ պահեստապետը ձերբակալվել եւ տեղափոխվել է հակակոռուպցիոն կոմիտե։ Նույն մեղադրանքներ են ներկայացվել Զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին եւ պահեստապետին։ Ամուսինները բռնությամբ կատարել են խոշոր չափի հափշտակություն։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ նրանք այցելել են իրենց ծանոթի բնակության վայր եւ խաբեությամբ ներս մտել, բռնել պարանոցից ու պահանջել 280,000 դրամ գումար, բայց մերժվելուց հետո վերցրել են տուժողի 2 միլիոն դրամ արժողությամբ մեքենայի բանալին ու հեռացել։ Ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, երիտասարդներն ապօրինի մուտք են գործել Արտաշատի 4-րդ մանկապարտեզ, վնասել գույքը, վերցրել խաղալիքներ ու օծանելիք եւ հեռացել։ Հաղորդում է Շամշյանը։ Անչափահասներն ու ծնողները հրավիրվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են կատարվածը։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկելու Ռուսաստանի հետ խաղաղության ծրագիրը։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։ Նախագահի խոսքով ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը իրեն զեկուցել է ամերիկյան կողմի հետ իր վերջին շփումների մասին։ Մենք ոչ մի օր չենք վատնում, մենք համաձայնության ենք եկել մոտ ապագայում բարձր մակարդակով հանդիպման մասին նախագահ Թրամփի հետ։ Մինչև նոր շատ բան կարելի է որոշել, գրել է Զելենսկին։ Դեկտեմբերի 20-ին եւ 21-ին ամերիկյան կողմը Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական եւ ռուսական պատվիրակությունների հետ։ Տեղի են ունեցել նաեւ եռակողմ բանակցություններ եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցություններն անվանել է կառուցողական եւ արդյունավետ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Վաշինգտոնի պատրաստակամությունը նպաստելու Կամբոջայի եւ Թայլանդի միջև հաշտության բանակցություններին։ Այս մասին հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության պետքարտուղար Ռուբիոն մտահոգություն է հայտնել շարունակվող բռնության առնչությամբ։ Ռուբիոն վերահաստատել է նախագահ Թրամփի հանձնառությունը խաղաղությանը եւ ընդգծել Կուալա Լումպուրի հաշտության համաձայնագրի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։ Ռուբիոն այնուհետև հաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել բանակցություններին Կամբոջայի եւ Թայլանդի միջև խաղաղություն եւ կայունություն ապահովելու նպատակով, ասվում է հաղորդագրությունում։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Պենտագոնը միշտ պատրաստ է գործողությունների ահաբեկիչների դեմ, նկատի ունենալով Նիգերիայում ԱՄՆ-ի հարվածները իսլամական պետության թիրախներին։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ Նախագահը անցյալ ամիս հստակ ասաց, որ անմեղ քրիստոնյաների սպանությունները Նիգերիայում եւ այլուր պետք է դադարեցվեն։ Պատերազմի նախարարությունը միշտ պատրաստ է եւ իսլամական պետությունը դրանում հավաստիացավ գիշերը Սուրբ Ծննդյան օրը։ Սպասվում է ավելին, գրել է Փիթ Հեքսեթը։ Հեքսեթը նաև շնորհակալություն է հայտնել Նիգերիայի կառավարությանը աջակցության եւ համագործակցության համար։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր կարգադրությամբ ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել իսլամական պետության ահաբեկիչներին Նիգերիայի հյուսիս-արևմուտքում։ Նիգերիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր ահաբեկչական թիրախներին հարվածները։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն համոզմունք է հայտնել, որ Եվրամիության համար շահավետ է հարաբերությունների բարելավումը հանրապետության հետ եւ հայտարարել է, որ լավատեսորեն է նայում գալիք տարում հարաբերությունների վերագործարկմանը։ Վարչապետը նշել է, որ Եվրամիության շահերից է բխում գտնել նոր ուղիներ դեպի արևելք եւ այդ ուղղությամբ ամենաարդյունավետ ուղին անցնում է Վրաստանով դեպի կենտրոնական Ասիայի երկրներ եւ Չինաստան։ Նա անհեթեթություն է անվանել Եվրամիության ներկայացուցիչների միջև վերջերս կայացած հանդիպումը Ասիայի եւ Հարավային Կովկասի 7 պետությունների հետ։ Նվիրված Սև ծովով տրանսպորտային կապերին, որին Վրաստանը չէր հրավիրվել, չնայած միակն է այդ երկրների թվում, որն ունի ելք դեպի Սև ծով։ Այնուամենայնիվ մենք լավատեսորեն ենք նայում գալիք տարում Եվրամիության հետ հարաբերությունների վերագործարկմանը, հավելել է Կոբախիձեն։ Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը, որը 2022 թվականից բանտարկված է, մեղավոր է ճանաչվել իշխանության չարաշահման եւ փողերի լվացման բոլոր մեղադրանքներով։ Ռազակը մեղավոր է ճանաչվել իշխանության չարաշահման 4 եւ փողերի լվացման 21 մեղադրանքներով։ 1MDB-ն պետական հիմնադրամ է, որը Նաջիբ Ռազակը համահիմնադրել է 2009 թվականին պաշտոնավարման ժամանակ։ Մալայզիայի եւ ԱՄՆ քննիչների պնդմամբ հիմնադրամից հափշտակվել է առնվազն 4.5 միլիարդ դոլար, ավելի քան 1 միլիարդ դոլար ենթադրաբար հայտնվել է նախկին վարչապետի հետ կապված հաշվեհամարներին։ Նաջիբ Ռազակը հերքում է իր մեղքը։ Նաջիբը կարող է դատապարտվել առավելագույնը 15-ից 20 տարվա ազատազրկման յուրաքանչյուր մեղադրանքի համար, ինչպես նաև կարող է պարտավորվել վճարել ենթադրաբար յուրացված գումարի մինչև 5 անգամ ավելի մեծ չափով տուգանք։ 72-ամյա Նաջիբը բանտում է 2022 թվականի օգոստոսից։ Նա Մալայզիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2009-ից 2018 թվականներին։ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղներ եւ սողանքներ են առաջացրել, խլելով 3 մարդու կյանք։ Նահանգի պաշտոնյաների խոսքով փոթորիկները, որոնք ինչպես սպասվում է կշարունակվեն մինչև դեկտեմբերի 26-ը, Լոս Անջելեսի շրջանի որոշ հատվածներում 27 սանտիմետր տեղումներ են առաջացրել։ Իրականացվել են մարդկանց տարհանումներ, փակվել են հիմնական ճանապարհները։ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են իրականացրել, այդ թվում օգնություն ցուցաբերելով ջրի մակարդակի բարձրացման պատճառով մեքենաներում մնացած մարդկանց։ Եղանակային վատ պայմանների պատճառով նահանգի մոտ 100,000 բնակիչ դեկտեմբերի 25-ի երեկոյան մնացել է առանց էլեկտրականության։ ԱՄՆ-ի եղանակի կանխատեսման կենտրոնը նախազգուշացրել է, որ հնարավոր են բազմաթիվ հեղեղումներ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։
Շարունակենք, Հանրապետության նախագահը ներկա է եղել Կենտրոնական բանկի կազմակերպած ամանորի ընդունելությանը, միջոցառմանը մասնակցել են ազգային ժողովի նախագահը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, պատգամավորներ, նաև բանկային ոլորտի ներկայացուցիչներ։ Տարվա ամփոփիչ խոսք է հղել Կենտրոնական բանկի նախագահն, անդրադառնալով անցնող տարվա հիմնական արդյունքներին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ ելույթում շնորհավորել է հյուրերին առաջիկա տոների առթիվ, ընդգծելով Կենտրոնական բանկի կարևոր եւ հավասարակշռող դերակատարությունը Հայաստանի տնտեսության ու ֆինանսաբանկային համակարգի կայուն զարգացման գործում։ Նախագահը խոսել է նաև տարվա ձեռքբերումների ու առաջիկա անակնկալների մասին։ Այսօր արդեն կարող ենք ասել, որ մեր տնտեսական աճը ամենայն հավանականությամբ մոտ կլինի 6%-ի կամ մի քիչ ավել։ Եվ այս ձեռքբերմանը մենք հասել ենք բոլորս միասին։ Կառավարություն, գործարար շրջանակներ, Կենտրոնական բանկ, ֆինանսաբանկային համակարգ, իհարկե բիզնես շրջանակներ եւ ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Երբ որ փորձում ենք ամփոփել ինչով է պայմանավորված հատկապես վերջին տարիներին այս տնտեսական աճը, ես կարող եմ արձանագրել, որ դա պայմանավորված է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո վարված քաղաքականությամբ։ Տնտեսագիտորեն, երբ որ փորձում եք գնահատել, բավականին բարդ է ինքը, բայց որ կոռուպցիայի ազդեցությունը կարևորագույն նշանակություն է ունեցել այսօրվա տնտեսական հաջողություններում, դա միանշանակ է, որ պետք է շարունակել կոռուպցիայի դեմ պայքարել եւ այդ քաղաքականության շարունակականությունը ապահովել միանշանակ է։ Երկրորդը ես գտնում եմ, որ այն ինստիտուտները, որոնք ձևավորվել են եւ ձևավորման process-ում են, դրանց աշխատանքի արդյունքն ենք մենք խաղում։ Եվ այս առումով շատ կարևոր է հենց ֆինանսաբանկային համակարգի կայունությունը, այն աշխատանքը, որ դուք կատարում եք։ Եվ թվերը, որ դուք ներկայացրեցիք, պարոն Գալստյան, իսկապես շատ տպավորիչ է։ Երբ որ այս թվերին ձեր ներկայացնելուց հետո մի քիչ ուղղակի սեղանին դնենք եւ կարդանք, մենք կհասկանանք, որ իսկապես այդ թվերի տակ շատ մեծ ծավալուն աշխատանք է եւ այդ աշխատանքի մեջ մեծ դեր ունեք Կենտրոնական բանկը, Կենտրոնական բանկի ամբողջ աշխատակազմը, ինչպես նաեւ կոմերցիոն բանկերը, ինչպես նաեւ ֆինանսական համակարգի մնացած կառույցները։ Սա խոսքեր չեն, որ ես ուղղակի ասում եմ, սա ապացույց է, որովհետեւ աշխարհում այսօր տեղի ունեցող process-ների հիմքում ամենակարևորը ֆինանսական անհանգստություններն են, որոնք խանգարում են տնտեսության զարգացմանը։ Եվ այս առումով այն թվերը, որ արձանագրվում են Հայաստանի Հանրապետության հատկապես ֆինանսական կայունության առումով, դրանք մեկ անգամ եւս ապացուցում են, որ իսկապես այն աշխատանքը, որ կատարվում է այս բնագավառում, դրանք կատարվում են բարձր մակարդակով, բարձր որակով, եւ այստեղ շատ կարեւոր է, որ համահունչ է այն տնտեսական քաղաքականության, որը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Մի կարևոր գործոն կա հաջողության հասնելու։ Երբ որ կառավարությունը եւ բանկային համակարգը իրար հետ համահունչ են աշխատում եւ սովորաբար բանկային համակարգը ինքնուրույն է աշխատում։ Մեր սահմանադրությամբ եւ օրենքներով բանկային համակարգը, Կենտրոնական բանկը անկախ մարմին է։ Եվ պետք է խոստովանել, որ կառավարություններ ջանք չի խնայում, որպեսզի քաղաքականության այդ գիծը շարունակվի եւ պահպանվի։ Եվ այստեղ շատ կարևոր է նաեւ թե ինչպես են ֆինանսների նախարարության հետ աշխատում դուք, որովհետեւ ինչ եմ սա առանձնահատուկ նշում։ Վերջին ժամանակներս շատ էր քննարկվում, որ պետքա Կենտրոնական բանկի որոշ գործառույթներ ոչ միայն Հայաստանի չի վերաբերում, ընդհանրապես աշխարհում մակարդակով դա պետք է անցնեն կառավարությանը, կառավարությունը ինքը պետք է ֆինանսներին տնօրինի, այնպես ինչպես ցանկանում է, բայց իրական կյանքում շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ եթե ֆինանսների կառավարումը անցնում է կառավարությանը, այդ դեպքում տեղի ունեն ուղղակի տնտեսական ճգնաժամեր, գնաճեր, իրականում դուք կատարում եք այդ զսպող աշխատանքը եւ դրամավարկային քաղաքականության կայունությունը այսօր, որը մեր տնտեսական զարգացման կարևորագույն հենասյուներից է, հենց ցույց է տալիս, որ այսպիսի աշխատանքային ոճը արդարացված է եւ հետագայում է արդարացնելու է։ Եկող տարվա հետ կապված մեզ հետաքրքիր ժամանակներ է սպասում, չնայած որ մենք հիմա հետաքրքիր ժամանակներում ենք ապրում։ Երբ որ անցյալ տարի հունվարին մենք ելի խոսեինք ինչ է տեղի ունենալու 25 թվականին, մեզնից ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ տեղի կունենար օգոստոսի 8-ը։ Մենք կարող ենք խաղաղության պայմանագրի նախաստորագրում ապահովել եւ Միացյալ Նահանգների հետ 3 կարևորագույն հուշագրեր ստորագրել։ Եվ ոչ ոք չէր կարող հուշակել այնինչ որ հիմա տեղի ունենում մեր տնտեսական կյանքում։ Այսինքն մենք սկսել ենք արդեն առևտուր անել Ադրբեջանի հետ։ Մենք սկսել ենք օգտագործել մեր երկաթգիծը։
Ես հավատացնում եմ ձեզ, որ եկող տարի լինելու է ելի նմանատիպ անակնկալներ մեզ համար, եւ այդ անակնկալները միանշանակ նպաստելու են մեր կյանքի բարեկեցության որակի բարձրացմանը, մեր նոր տնտեսական բնագավառում նոր հաջողությունների ձեռքբերմանը։ Քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել մետրոյի աջափնյա կայանի կառուցման մասին, նշվում է, որ կառուցման համար հատկացվել է 9,640,000 դրամ, որից երրորդ փուլի նախագծահաշվարկային փաստաթղթերի փաթեթի համար վճարվել է 765,100 դրամ։ Հետագայում կատարվել են մետրոյի կառուցման ծրագրի նվազեցումներ, հաշվի առնելով հանգամանքը, որ նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է 2025-ի հունիսի 9-ին։ Քանի որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ եւ այնուհետև շին աշխատանքների գնման գործընթացների ընթացակարգերով, ուստի նախատեսված ֆինանսական միջոցներն ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չի եղել։ Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով դրանք վերաբաշխվել են, ուղղվել այլ միջոցառումների իրականացմանը։ Պետբյուջեի մասին 2026-ի օրենքով մետրոյի կառուցման համար նախատեսվել է 2 միլիոն դրամ կառուցման մեկնարկի ու նախապատրաստական աշխատանքների համար։ Հետագայում փուլ առ փուլ այս միջոցները կավելացվեն։ Մինչև տարեվերջ Երևանյան մոտ 40 թուջե կանգառած սրահ կհամալրվի էլեկտրոնային ջվացուցակներով։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։ Ինտերնետ միջավայրում տեղեկատվության տարածմանը զուգահեռ սա ևս մեկ հնարավորություն է քաղաքացիների տրանսպորտից օգտվելն առավել հեշտ ու հասանելի դարձնելու համար, նշված է հաղորդագրությունում։ Եվ ցիկլոնը մոտենում է, իսկ Հայաստանի ամբողջ տարածքում վաղը ձյուն կտեղա։ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, դե արդեն գիտեք, որ սեպտեմբերի շրջաններից հյուսիս-արևմուտքից մեզ մոտենում է ակտիվ ցիկլոն։ Այսօր ցերեկը մինչև դեկտեմբերի 27-ի կեսօր մենք գտնվելու ենք այդ ցիկլոնի ծայրամասերում, ինչի արդյունքում հանրապետության առանձին հատվածներում կտեղա թույլություն։ Դեկտեմբերի 27-ին կեսօրից հետո, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եւ առավոտյան մենք գտնվելու ենք այդ ցիկլոնի ակտիվ գոտում, ինչի արդյունքում հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան ժամերից դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եւ առավոտյան կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 28-ի ցերեկը տեղումները հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում կդադարեն եւ կպահպանվեն միայն Վայոց ձորի ու Սյունիքի մարզում։ Դեկտեմբերի 27-ին եւ 28-ին լեռնային առանձին մարզերում սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-ից 30-ին Հայաստանի ողջ տարածքում այսօրվա համեմատ կնվազի մոտ 5-7 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան ժամերին, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եւ առավոտյան սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 28-ի ցերեկային ժամերին տեղումները ժամանակավորապես կդադարեն։ Այսպիսին է շրջակա միջավայրի նախարարության հիդրոմետ կենտրոնի կանխատեսումները, ձեզ մաղթում եմ լավ օր։ Այսքանը դուք դիտում եք ապդեյթ լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ու մաղթում հաճելի հանգստյան օրեր։